Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան, կպատմեք Կարեն Դեմիրճյան ազգի նվիրյալի մասին։ Ինչու՞ չէ, մեծ սիրով։ Կարեն Դեմիրճյանը ծնված մեծացած Երևանում, սովորել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի էլեկտրոտեխնիկական ֆակուլտետը, որպես էլեկտրոինժեներ աշխատել էր էլեկտրոտեխնիկական գործարանում, որպես ինժեներ։ Բանիմաց մարդ էր, ես սանձամ ճանաչում եմ նրան ուսանող տարիներից, որտեղ ես որ Չարենցավանում ապրում էի, սովորում էի, այդ մեր շենքի հարևանության մի ընկեր ուներ, ուսանող միասին էին սովորում, տրաստում գնում գալիս էր Չարենցավան։ Ինստիտուտ վերջացնելուց հետո աշխատեց գործարանում ինժեներ, դրանից հետո տեղափոխեցին Կենտկոմ, որպես բանիմաց տղու Կենտկոմ հրանգիչ։ Կարեն Դեմիրճյանին առաջարկեցին Մոսկվայի միջոցով Կենտկոմի առաջի քարտուղար, միանգամից, որովհետև երևի կեսագրություն ամեն ինչ ճանաչել էին, իմացել էին, լսել էին, ներկայացրել էին, գտնելով որ ամենաբանիմաց, ամենահարմար ղեկավարը Հայաստանի համար դա Կարեն Դեմիրճյանը կլինի։ Եվ այդպես էլ ընտրեցին Կենտկոմի առաջի քարտուղար 1973 թվականն էր դա։ Հայաստանում նա շատ բան արեց։ Հայաստանը կարելի ասել կործանված երկիր էր, զոհված, աղքատ, փախստականներով, գաղթականներով լցված, արդյունաբերություն չկար, բայց սկսած Ալեքսանդր Միասնիկյանից կարողացան Հայաստանը վերականգնել, սարքել պետություն, ստեղծել պետություն։ Կարեն Սերոբիչը եկավ եւ սկսեց զարգացնել, նա կարողացավ այն ինչ որ արված էր տեղ հասցնել։ Բանիմաց մարդ էր, հետևողական, խելացի, հարգված մարդ էր, ժողովուրդը հարգում սիրում էր, որտեղ օր ես ձեզ ասեմ Հայաստանը զարգանում էր, եւ գյուղատնտեսությունը, եւ արդյունաբերությունը, եւ մտավորականությունը, մտավոր միտքը, մի խոսքով կյանքը առաջ էր գնում եւ եկե հասել ենք այսօրին, որ ապրում ենք, տեսնում ենք, որ ամեն ինչ կա, իսկ Կարեն Սերոբիչը որպես մարդ, որպես ղեկավար մնաց Հայաստանի պատմության մեջ անփոխարինելի կարելի ասել, որտեղ նա շատ նվիրված մարդ է, շատ բարի մարդ է, շատ հասարակ։ Պարոն Բաղդասարյան, Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին դուք ինչ պաշտոն եք զբաղեցրել եւ պաշտպանված էին աշխատողների իրավունքները։ Ես աշխատել եմ սպասարկման ոլորտում, ռադիոհեռուստացույցերի վերանորոգման, սպասարկման ծառայությունն էի ղեկավարում։ Մենք կարողացանք ամբողջ Հրազդան քաղաքը, Չարենցավան քաղաքը, Սևանն է, Կամոն, Վարդենիսը, Մարտունը, ինչու՞ չէ, բոլոր պետական շենքերում անցկացնել ընդհանուր կոլեկտիվ հեռուստատեսային անտենաներ, ընդհանուր ժողովրդին վիճակը բարելավելու համար աշխատում ենք, որ ամենտեղ հեռուստատեսային կապը լինի, ամենտեղ հեռուստացույց աշխատի, որ մարդիկ կարողանան օգտվել հեռուստացույցից։ Կհիշեք, ինչպիսի բարեփոխումներ տեղի ունեցան Հայաստանի ներքաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում։ Կարեն Սերոբիչը կարողացավ աշխարհին ծանոթացնել Հայաստանի հետ։ Մշակութային կյանքում գիտեք ինչ, Կարեն Սերոբիչի ժամանակ մեր ազգագրական արվեստը բարձրացավ։ Մինչև այդ չկար, շատ սակավ էր, շատ աղոտ էր կարելի ասել, բայց դրանից հետո Հայաստանում ազգագրական արվեստը, ասենք երգի, պարի, մշակույթը միանգամից բարձրացավ։ Պարոն Բաղդասարյան, ինչպիսին կլիներ Հայաստանի ներկան, եթե չսպանվեր Կարեն Դեմիրճյանը։ Սերոբիչը փորձված ազնվորություն, բանիմաց, մեծ հեղինակություններ վարելում, նախին խորհրդային միությունում, բոլոր ատյաներում նրան հարգում էին, նրան խոսքը ընդունում էին, Վազգենն էլ հայրենասեր բավականին բանիմաց երիտասարդ էր։ Ես հիշում եմ, երբ որ նրանք Կարեն Սերոբիչը ընտրվեց, գնացին Մոսկվա հանդիպեցին բոլոր նախարարությունների հետ, կառավարության հետ, պայմանագրեր կնքեցին, ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ, ասեց, որ հունվարից հետո մեր արդյունաբերության 60%-ը պետք է աշխատի։ Դա մեծ քայլ կներ Հայաստանի համար, ինչքան աշխատանքի տեղ